Պոկրովսկի և Կուպյանսկ քաղաքները ռուսական զորքի լիակատար շրջափակման մեջ են։ Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբն ուկրաինացի զինվորականներին առաջարկել է հանձնվել փրկվելու համար։ Ռուսական շրջափակման մեջ հայտնված ուկրաինական 68-րդ բրիգադի զինվորներից ոմանք ռուսների վերահսկողության տարածքներում են հայտնվել։ Գերեվարված ուկրաինացի զինվորականները պատմել են, որ մոտ մեկ շաբաթ է մատակարարում չկա, ոչ զենք են ստանում, ոչ ուտելիք։ Շուրջ բոլորս զոհեր ու վիրավորներ էին։ Շարժվելու տեղ չկար։ 7 օր առանց սննդի, ջրի, զինամթերքի էինք, նկուղներում, խրամատներում։ Մենք թաքնվել էինք, որտեղ կարող էինք գնալ, տեղ չկար։ Некуда было деваться։ Գերիները նաև պատմել են, որ զինվորները ստիպված են քաղաքի նկուղներից սնունդ հայթայթել։ Կա նաև դեղորայքի խիստ կարիք, սարսափելի մեծ է վիրավորների թիվը։ Մի խումբ մտածում էր հանձնվելու մասին, բայց խմբի անդամներից ոմանք հրաժարվել են ու փորձել ճեղքել ռուսական շրջափակումը, գերեվարվել։ Կիևը չի շղթում, որ ռազմավարական նշանակության այդ քաղաքում իսկապես իր գործերը լավ չեն։ Վերջին 24 ժամում ռուս-ուկրաինական ռազմաճակատում 276 մարդ է եղել, դրանցից 100-ը Պոկրովսկի ուղղությամբ։ Ռուսներն այսօր անոնսել են առաջիկա շաբաթվա ընթացքում Կուպյանսկը գրավելու իրենց պլանները։ Քաղաքում արդեն 25 շենք ռուսներն են վերահսկում, մնացել է 130-ը։ Փողոցային մարտերը շարունակվում են։ Միայն այսօր մեր անօդաչու թռչող սարքերը քաղաքի մատույցներում զինյալներ տեղափոխող 5 բեռնատար են ոչնչացրել։ Վստահ եմ, հաջորդ շաբաթ քաղաքն ամբողջությամբ կազատագրվի։ Ուկրաինացի զինվորականներն էլ հայտնել են Վոլգոգրադի նավթամշակման գործարանի վրա հարվածի մասին։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի, իրենք թիրախավորել են Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը, որի տարեկան հզորությունը Ռուսաստանի նավթավերամշակման ընդհանուր ծավալի 5-6%-ն է կազմում։ Ավելի վաղ Վոլգոգրադի մարզի իշխանությունները հայտնել էին, որ Կրասնոարմեյսկի շրջանի արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել խոցված ԱԹՍ-ի բեկորներից։ Նրանք չէին նշել, թե որ ձեռնարկությունն է վնասվել։ Այնտեղ է գտնվում Լուկոյլ նավթամշակման գործարանը։ Անօդաչուների հարվածներից նաև բնակելի շենք է վնասվել Վոլգոգրադում։ Կա 1 զոհ։ Ռուսական հակաօդային պաշտպանությունն այս գիշեր ուկրաինական մոտ 80 անօդաչու է խոցել։ Օդային հարձակումներ են կանխվել Ղրիմի, Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի ուղղություններով։ Մարիամ Ամերջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։